Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Պահիր քո ծառային նաև ամբարտավան մեղքերից Սաղմոս 19:13 Ահա այսպիսին էր այն մարդու աղոթքը, որն Աստծո սրտի համեմատ մարդ էր։ Արդյոք Սուրբ Դավիթը կարիք ուներ այսպես աղոթելու, ուրեմն որքան ավելի մեզ է հարկավոր այսպես աղոթել, մեզ, որ դեռ մանուկ ենք շնորհքի մեջ։ Նա կարծես ասում է. «Պահիր ինձ, այլապես ես գլխի վայր նետվում եմ մեղքի անդունդը»։ Մեր չար բնությունը կարծես մի անկառավարելի ձի լինի, որ շարունակ ձգտում է փախչել։ Թող Աստծո շնորհքը սանձ դնի նրա վրա և հետ պահի նրան չարիքի մեջ ընկնելուց։ Ինչեր կանեին մեզանից լավագույնները, եթե չլինեին այս զսպող գործոնները, որոնք Տերն իր նախախնամությամբ և շնորհքով սահմանել է մեր կյանքի համար։ Սաղմոս 2-ի աղոթքն ուղղված է ամենազղազրալի մեղքի դեմ, որն իր մեջ նենգություն և կամակորություն ունի։ Նույնիսկ ամենասուրբ մարդիկ կարիք ունեն պահվելու ամենանողկալի հանցանքներից։ Լուրջ մտածելու տեղիք է տալիս այն, որ Պողոս առաքյալը զգուշացնում է սրբերին ամենագարշելի մեղքերի համար։ Ուրեմն, սպանեցեք ձեր անդամները, որ երկրի վրա են, պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չարցանկությունը, ագահությունը, որ կռապաշտություն է, Կողոսացիս 3:5 Բայց միթե հարկավոր է սրբերին զգուշացնել այնպիսի մեղքերի համար, ինչպիսին սրանք են։ Այո, հարկավոր է, նույնիսկ ամենաճերմակ հանդերձները կպղծվեն ամենասև բծերով, եթե աստվածային շնորհքը չպահպանի դրանց մաքրությունը։ Փորձառու քրիստոնյա, մի պարծեցիր քո փորձառությամբ, դու դեռ ունակ ես սայթաքելու, եթե հայացքդ թեքես նրանից, ով կարող է պահել քեզ ընկնելուց։ Դուք, որ ջերմեռանդ սեր ունեք, հաստատուն հավատք և պայծառ հույս, մի ասեք, մենք երբեք մեղք չենք գործի։ Ավելի լավ է աղաղակեք, մի տանիր մեզ փորձության, Մատթեոս 6:13 Լավագույն մարդկանց սրտերում անգամ բավականաչափ վառելիք կա, որ կարող է միանգամից բռնկվել ու վառվել, եթե Աստված չհանգցնի դժոխքից եկող գայթակղության կայծերը։ Ով կարող էր պատկերացնել, որ արդար Ղովտը կհարբեր։ Մի անգամ Ազայելն ասաց Եղիսեին. «Ինչ է քո ծառան այս շունը, որ այս մեծ բանն անի», 4 Թագավորաց 8:13 Եվ մենք էլ հակված ենք այսպես մտածելու մեր մասին։ Թող Աստված իր անսահման իմաստությամբ բժշկի մեզ այս խենթ ինքնավստահությունից։